քոչերը բարնան, երտան թավիզ ու Երևան դառնան։ Քոչերը բարնան, երտան թավիզ ու Երևան դառնան։ Այս պահին մենք գտնվում ենք Ռոտակի մարզի Քարսի գյուղի դպրոցում, ինչպես տեսնում եք, կատարվում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ Այս պահին կառուցվում է մինի ֆուտբոլի դաշտը։ Հավելեմ, որ այն կխնայի նաև դպրոցին կից գործող աղջիկների ֆուտբոլի թիմին, տեղում պարապմունքները կանցկացվեն եւ անհարմարություններ չեն առաջանա Հրազդան կամ այլ քաղաքներ գնալու ֆուտբոլի դաշտերից օգտվելու համար։ Ներսում գտնվող դահլիճը նույնպես վերանորոգվում է։ Նշեմ նաև, որ բազմաթիվ բնակիչների, քաղաքացիների, դիմումների, խնդրանքների համաձայն Հրազդան խոշորացված համայնքի ղեկավարի անմիջական հրահանգով այս պահին կատարվում են լուսավորի տեղադրման աշխատանքներ Քարսի Սոլակ ճանապարհին Խաշմերուկի վրա, որը իսկ կնպաստի քաղաքացիների անվտանգությանը։ Վերանորոգվում է ամբողջովին դպրոցը, ընդգրկել ենք հիմնականում համագյուղացիներին գործի մեջ, նաև դա է ձեռք բերում, որ գյուղացիները ունեն աշխատանք, չեն գնում այլ տարածքներում աշխատելու, հենց իրանց գյուղում են աշխատում։ Ամբողջովին վերանորոգվել է տանիքը, ներսերը, ջեռուցման համակարգն է ամբողջովին փոխվել։ Սկսել ենք սեպտեմբերի 15-ին, արդեն այս փուլում ենք, որը որ 80% աշխատանքը կատարված է, նախատեսել ենք ավարտենք մինչև նոր տարի։ Մանկապարտեզը 2026 թվականին տոնելու է իր հոբելյանական 50-ամյակը։ Այս պահին ունենք 4 գործող խմբեր 98 երեխայով։ Ցուցակային թիվը 110 է, ամռան ամիսներին ունենում ենք 110 երեխաներ։ Տարվա ընթացքում մշտապես տարբեր ազգային տոներն ու միջոցառումները մեր մանկապարտեզի ուշադրության կենտրոնում է։ Եվ այս տարվա ծեսերի հետ կապված արդեն արել ենք գինու ծեսը, ղափամայի ծեսը, թթվի ծեսը, կարտոֆիլի փռի ծեսը եւ հիմա հացի գովերքումներ, որովհետեւ մեր բնակավայրը զբաղվում է ցորենի արտադրությամբ, մշակությամբ, գյուղում կա ալերաղաց, որտեղ երեխաները շատ լավ տեսնում են, թե ինչպես են աղում ցորենը, ունենք նաև լավաշի փռեր։ Պարապմունքների ընթացքում երեխաները եղել են նաև փռում, տեսել են լավաշի թխման արարողությունը եւ այդ ամբողջի համագումարը եղավ միջոցառումը հացի տոնը։ Այսօր մենք մանկապարտեզում իրականացնում ենք թեմատիկ պլանավորման աշխատանքներ, թեման նախորոք որոշվում է եւ պարապմունքները դրա իրականացվում է։
Գիտենք, որ տեղի ժողովուրդը գաղթել է Մակու գավառից 1828 թվականին եւ այդ ժամանակվանից սկսվել նաեւ այս եկեղեցու շինարարությունը։ Եկեղեցին վերակառուցվել է 1905 թվականին եւ նաեւ դրանից հետո սովետական ժամանակներում գործածվել է որպես պահեստ եւ չի գործել։ Գիտեմ, որ ժողովուրդը հարգանքով է վերաբերվել եկեղեցուն եւ թույլ չի տվել, որպեսզի եղանակային պայմանները կամ այլ որևէ առիթներ եկեղեցու վրա ազդեն, որպեսզի եկեղեցին որևէ կերպ տուժի։ Ճիշտ է, կան հիմա էլ կան նորոգության կարիքներ, օրինակ արևելյան պատը թե դրսից եւ նաեւ խորանը պետք է նորոգվի։ Փառք Աստծո, այս կարճ ժամանակահատվածում մի քանի ամիսների ընթացքում բավականին փոփոխություն եղել է եկեղեցում, թե այս աթոռները, թե խորանի սուրբ սեղանը փայտաշեն թեկուզ, թե վարագույրը, ավազանը եւ թե այլ տարբեր բաներ, որ եկեղեցում բարերարների կողմից, թե անհատ մարդկանց կողմից, գյուղացիների կողմից նվիրաբերվել եւ պայծառացել է եկեղեցին ու դեռ պիտի պայծառանա։ Ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակին համարվում է գյուղի կողքը գտնվող սարի, որը թրասար է կոչվում, իսկ գյուղական լեզվով լոլոզիկ, այդ սարի վրա գտնվող սրբատեղի ուխտի օր։ Այնտեղ կա խաչքարեր եւ նաեւ գեղեցիկ մի քարանձավ, որտեղ որ ժողովուրդը մտնում է եւ մոմ է վառում եւ աղոթք է անում եւ իրենց համար սրբատեղի է դա։ Մանկությունից սիրել եմ, ասենք կռվող եմ, ես իմ հենուտվա բաներ բերեմ, զարգացնեմ ու դենց էլ իմ մոտ ստացվավ ես կան, ինչ որ կա, ասենք իմ հայաթից, իմ ասենք կողքի հարևաններից ստեղը ապրել են 12 ընտանիք, որից մնացել ենք հիմա մենակ մենք, որտեղ որ փորում եմ, ասենք, որ մի հատ ծառ տնկեմ կամ մի բան շիթիլեմ իմ երեխեքի համար, լապատկը տալիս եմ, էրգատի ձեն է գալի։ Հանում եմ, տենում եմ, որ հին տապորներ, քերիշներ, դանակները դենց քիչ-քիչ հավկելով, բերեցի դուրս ստե եկավ, քանդի, ասեցի, վերացնեմ, ծասկեցի, տեսա, որ սիրուն տեսադաշտ եմ։ Տանջալի դաժան օրեր եմ հենց ծրեստե, վեդրով այնքան հող եմ կրել, որ այսպես քարերը ծածկել եմ, այսպես բնություն եմ ստեղծել, որ իմ թորները, իմ լավ աղբյուրությունը, իմ հարազատները գան ստեղ, մի կտոր հաց ուտեն, իմ մեռնելուց հետո որ հիշեն։ Այն ջայել տղեն, տունը քանդել էր, ասենք կուժը կուլա, այդպես բաներ, ասենք հին բաներ, հա։ Տվել են, բերել եմ, դրել եմ ստե։ Անես չի, որ ես պարզենում եմ, որ սաղ իմ հայատից էլ է, չէ, ծավը տանեմ, ընգերոջ հայատ է, ստե 12 տուն են ապրե, հիմի մենակ ես եմ։ Լրիվ քարերը տեսակը դե, որ սիստու մասիսը սարկեր էդի, լրիվ ջարդել եմ, են ժամակ ուժս պատում էր։ 20 կիլանոց կվալթով քարերը
բացել եմ, ըսկի չի վեճեմ։ Ուժս պատմեր արել եմ, հիմա էլ ասենց մեծացել եմ տղեկս են։ Ամեն ձևի թիգունքիս կայնած, ըստ իմ հայատին կարելի ասել ես եկլենք, ասեմ ինչը աճեմ, ըստ ամեն ինչ իմ հայատին աճեմ։ Ներքին քասյում, պամիդոր, վարունգ, պեղպեղ, լոբու տեսականիներ, սմարոձինա, ծիրանի տեսականիներ, պոբոքի տեսականիներ, Սերգևիլը հերեկ միսորն եմ քաղա, այսքան փոքր ծառներ են, ամեկը 50 հայրատ, կետանք ես է պատվալնել, կհուրասիրեմ, կտենակ, ըստ է հավող ունեմ, 2 տարվա դրած հերու շատ լավ բռնեց, բայց այս տարվա պայմանները չորային էր, անձրև չեկավ, դաժե 2 ամիս կես, 3 ամիս։ Իշկան ջրեմիկ բույսը ոնց որ ծարավ մներ։ Զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, ինչպես նաև մտադիր ենք գյուղական туриզմը զարգացնել, դրա հետ համատեղ նաև զարգացնել սպորտը, առողջ ապրելակերպը։ 21 թվականից զբաղվում ենք եւ ստեղծել ենք Խաղսի դահակավազքի մարզական ակումբը, հիմնականում գյուղի երեխաների համար։ Շատերը մասնակցել են նաև մրցումների, այդ երեխաներից նաև մասնակցել են 2025 թվականի ձմեռային մարզական խաղերին տարբեր համայնքների կողմից։ Ճամփեն փշոտ կարոտա Yara yarin karota Ձիավարությունը որպես մշակույթ, ձիու հետ մարդկանց շփումը մշակույթ դարձնելու, պահպանելու նպատակով իրականացնում ենք արշավներ մի քանի ուղղություններով, ունենք 7-րդ դարի եկեղեցի, 5-րդ դարի եկեղեցի, ձիավարություն ենք անում դեպի եկեղեցիները, ծանոթացնում ենք տուրիստներին մեր գյուղի մշակույթի հետ, նաև ամրապնդում ենք կապը ձիու սիրահարների հետ։ Ունենք այս պահին 10-ից ավել ձի, մտադրություն ունենք շահատացնելու 40-40 պլյուս, ձիարշավարանի բացմանը նպաստել է նաև մարդկանց կապը բնության կենդանիների, հատկապես ձիերի հետ, կարձինալն է, ինքը մեր ձիարշավարանի ամենասիրուն ձիերից մեկն է։ Krishna
ուստա չալը։ Հյուրատան տարածքը գնվել է 2022 թվականին, ընդհանուր տարածքում շուրջ 700,000 եվրոյի ներդրում է կատարվել, կառուցվել է թվով 2 առանձնատուն և օտար երկրներից շատ ավելի շատ հյուրեր ենք ունենում, քան տեղից։ Հյուրատունը կառուցելը եղել է Սերգեյի մտահղացումը, որը մեր գյուղի փեսա է, իմ փեսան է։ Տարածքը շատ է դուր եկել, իրենք Գերմանիայի Դաշնությունում են բնակվում, բայց ուզեցել են, որ հենց մեր գյուղում այս ներդրումը կատարեն, ինչը բավականին լավ հետևանքներ է թողել գյուղի վրա։ Հետագայում դիտարկում ենք նաև անասնագոմերի փոքր անասնագոմերի ստեղծումը, մի խոսքով ամեն ինչ գյուղի և նորավոճության համադրումով։ Գործունեությունը մեր քաղցի համայնքում պատրաստում ենք լավաշի հոսքագծեր, էլեկտրական կռնակներ լավաշի, պատրաստում ենք թխվածքի այդ կռնակներ, պատրաստում ենք պիտա, տորտիլա ու շաուրմի լավաշներ, նորա չկա, ոչ մի տեղ չկա այս պրոյեկտից, մենք ինքներս ենք էսի, ոնց որ ասած ստեղծ է ամեն ինչը իր կոնստրուկցիան, այդ 3 տեսակի հացատեսակներն է ինքը արտադրում։ Պիցաների, լամաջոների, տարբեր տիպի հացաբուլկեղեն արտադրող մարդկանց համար։ Որպես մեր գյուղացիները եկել են Մաքվի տարածաշրջանից Օղակ գյուղից։ 2009 թվականին ես գնացի Պարսկաստան, որպեսզի տեսնեմ այդ գյուղը, որովհետև եւ արխիվներում էր նշված, որ եկել են Օղակ գյուղից, եւ մեր գյուղացիները, պապս, ասենք մեծ մարդիկ պատմում էին, որ մեր գյուղացիները եկել են Օղակ գյուղից։ Բայց ամբողջ դժվարությունը կայանում էր նրանում, որ պարսկական քարտեզների վրա ես չէի կարողանում գտնել այդ Օղակ գյուղը։ Վկայություններում, որ գրված կա, ասում է քաղցի անունը առաջացել է քաղցր բառից, որովհետև ջուրը քաղցրահամ է եղել, կամ էլ քաղցած են եղել մարդիկ, եղել է քաղցի։ Բայց այդ վկայությունների մեջ կա ասում է ոչ են տեսանք, ոչ են տեսանք։ Վկայություններից մեկում էլ ասում է, որ քաղցի նշանակում է պարսկերեն քաղցի, 40 վրան։ Բայց իրականում այդ քաղցի անվանումը բառը Պարսկաստանից եկածից առաջ արդեն գոյություն ուներ այդ քաղցին։ Ինքը այդ 40 վրանը հազիվ թե։ Մյուս տվյալներից մեկը այն էր, որ քաղցի վրացերեն նշանակում է սրաքար, գերանդին սրելու քարը, որ իբր ըստ երևույթին այդ գետում երևի նման քարեր են եղել կամ գուցե այդ կլոր քարերն են եղել, չգիտեմ եւ այլն, բայց էս էլ հազիվ թե այդպես խելքի մոտ բան լինի, բայց ես ենթադրում եմ, քաղց դա նշանակում է այդ քոշը, դա նշանակում է այն այծը, որը իր հետևից տանում է այդ հոտը, քաղցը։ Ես մտածում եմ, որ այդ որ ասացի, որ այդ անասնագլխաքանակը այդքան շատ է եղել եւ այլն,
գուցե նաև մեր լոլոզիկ սարը ինչ որ ձևով դրա հետ կասոցացվի եւ այլն, ավելի շուտ կապված է այդ անվան հետ, այդ քոշի հետ, քաղաքս։